Ողջույն ձեզ սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ, Երուսաղեմի սուրբ հարության մայր տաճարեն եւ հայոց դեշճարանեն։ Սիրելիներ, այսօր գուզեմ ձեզի ներկայացնել սուրբ հարության հայոց նոր դեսուչը Դիրան Վարդապետ Հակոբյանը, հայսուրբ Աստվածօգնական, հայսուրբը վերջին 7 ամիսներուն նոր դեսուչ նշանակված է Սուրբ Հարության տաճարին եւ սիրելիներ սրտանց կաղոթենք, որ հայր Սուրբը իր հետ օգնական հայր Արփագը եւ նաեւ Սարգսակ եղբայրները Աստուծո օրհնությամբ առողջ մնան, որովհետեւ սիրելիներ այս ալ մեզի համար սահման է եւ իրենք ամեն օր երբ դուք քունի մեջ եք հայր Սուրբերը եւ Սարգսակները ամեն առավոտ ժամը 3-ին Սուրբ բادرակ մատուցանեն Քրիստոսի Սուրբ քերեզմանին վրա, գաղութեն մեր ազգի զավակներուն համար, որբեսի մեր ազգի զավակները Քրիստոսի մոդենան, Քրիստոսի սիրով լեցին եւ հավիտենական կյանքին արժանելան։ Ամեն։ Սիրելի հայրսուրբ, անցող 2 տարիներուն դժբախտաբար երկրի քաղաքական պայմաններուն պատճառով վստահ եմ, որ ուխտավորներ չգրցան այցելել այս սուրբ երկիրը եւ այդ իմաստով նաեւ Թուգալ հոգևորապես այսպես նեղությունը զգացիք, որ ուխտավորները բացակային, բայց աղոթեցիք ուխտավորներուն համար, աղոթեցիք երկրի խաղաղության համար։ Ինչ են ձեր այս սպասումները եւ մաղթանքները, որ մեր ազգի զավակներուն համար այս դոնական օրերում, որտեղ արդեն 5 դոմարով դոնական օրերում մեջ ենք, եւ մանավանդ մեր ազգի զավակներուն։ Նախ ողջունեմ եւ ուրախ ենք, որ հոսեք Եվ արդեն օգտվելով կուզեմ շնորհավորել ձեր 50-ամյակը, մաղթել ձեզի ինչպես որ դուք միշտ ողջուն եք Քրիստոսի սիրով, ամրացյալ, զորացյալ, որպեսզի ձեր ամբողջ ընթացքը Տիրոջ ճանապարհով եւ շնորհով լեցված լա եւ որ կարողանաք ձեր առաքելությունը, այն ինչ որ Սուրբ Հոգին ձեզի ներշնչե եւ ձեզի կարաշնորհթե, որպեսզի այդ կարողանաք լիովին կատարել եւ Տիրոջ սուրբ հարկին արժանանալ եւ երկնային պսակին դկա որպես մաղթանք անշուշտ մանավանդ մեզի համար ուրախալի է երբ որ ուխտավոր կունենանք անշուշտ կտխրենք եւ որ չի գան բայց մենք վստահ ենք որ Աստված ճանապարհը պետք է բանա իր ուխտավորներին որպեսզի կարողանան գալ եւ այս սուրբ տեղերում իրենց աղոթքը մատուցանել Եվ այս 2 տարիների ընթացքին այո բազմաթիվ նեղություններ եղան զանազան պատճառներով, ուրեմն բայց ամբողջ ընթացքին մենք ամուր էինք մեր հավատքի մեջ, մեր սրբատեղյաց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մեր աղոթական այս ամբողջ ընթացքին մեջ ամուր էինք եւ կշարունակենք։ Անշուշտ ուրախալի է, երբ որ քո հետ աղոթագիծ կունենաս Քու եղբայրներդ, քույրերդ հետդ են քեզ հետ կաղոթեն եւ մանավանդ մեզի համար մեծ ուրախություն է եւ մանավանդ մեծ տոներուն երբ որ այդ շարքը շարված կլան ուխտավորներուն եւ հաղորդություն կառնեն ատիկա ամենը գեղեցիկ պահերեն մեկն է որևէ հոգեվորականի համար վստահ ուրեմն կաղոթենք եւ մաղթենք որ Տեր այդ ճանապարհը բաց պահե որպես մեր ուխտավորները կան եւ իրենք կարողանան հաղորդվել Տիրոջ սուրբ մարմնով եւ արյամբ եւ կարողանան ուխտադեղներուն մեջ իրենց աղոթները մատուցանել եւ մեզի հետ աղոթակից լալ Աստված թող ամուր պահի մեր ժողովուրդը մեր եկեղեցին որպես ամբողջական եկեղեցի մեկ եկեղեցի եւ նաեւ մեր միապանությունը եւ պիտի ուզենք որ մեր ուխտավորները մեզի համար եւս աղոթեն մեր միապանության մեր ժողովրդին եւ ընդհանրապես որպեսզի Աստված ամուր պահե հայոց ներկայությունը սուրբ երկրին ներս։ Ամեն։ Իսկապես սիրելիներ, ինչպես որ հայր Սուրբը արդեն ըսավ խնդրեց, աղոթենք Սրբոց Հակոբյանց միապանության համար, որովհետեւ իսկապես որ անբացատրելի, աներևակայելի աշխատանք կդանեն, մենք քանի օրվա ուխտակնացության եկանք այստեղ, որպեսզի կարողանանք կազմակերպել հարաճիգային մեծ խումբով գրգին անգամ այցելել սուրբ դեղերը եւ դերունագող դեղերը այցելել ու համբուրել։ Սիրելիներ, հսկա աշխատանք կդանեն հայր Սուրբերը այստեղ,
Աստված իրենց թողորդ է, աղոթեցեք իրենց համար, աղոթեցեք մանավանդ Հայր Դիրանին համար, որ հիմա այս նոր պաշտոնը ստանձնած է, երիտասարդ ուժ է սիրելներ, այստեղը աներևակայելի իրավունքներ ունենք եւ այդ իրավունքներու պաշտպաններն են, իրենք ալ սահմանի վրա, հոգեվոր սահմանի վրա կանգնած են։ Աստված թող բահե բահբանե, սրբությամբ իրենց լեցնե, Սուրբ Հոգիով լեցնե, որբեսի երբ որ ուխտավորներ ալ այստեղ կան, թադարկան հոգիով հարստացած վերադարձած ըլլան։ Գաղութենք սիրելներ նաև մեր ազգի զավակներուն համար, որբեսի Աստված հաստատում բահե մեր ազգը եւ այսօր ինչպես որ հայ Սուրբը Սուրբ Բադրակի ընթացքին քարոզեց եւ հայոց բանակը շնորհավորեց իր դոնին կապակցաբար, գաղութենք որ Աստված ամուր բահե մեր հայրենի սահմանները, ոչ մեկ թշնամի քնտակ չմոդենա մեր զավակներեն ովևէ մեկուն իրենց ծառայությունը զինվորական ավարտեն օրդությամբ եւ իրենց ընտանիքներուն վերադառնալ։ Այսօր վերջին խոսքը, եթե ծեր սրտեն արդեն ամեն ինչ ծեր սրտեն գսեք, բայց վերջին խոսքն ալ հոս ամեն ինչ կա, ես պիտի ասեմ եկեք եւ տեսեք։ Ավրիկ։ Եկեք եւ տեսեք, ճաշակեցեք եւ տեսեք, որովհետեւ այստեղը մեծ օրդություն սրբություն կա, աշխարհի ամենասուրբ վայրն է սիրելներ, որովհետեւ այստեղ կգտնվի Կողկոթան, այստեղ կգտնվի Քրիստոսի թադարք, թափուր քերեզմանը, որովհետեւ չէ աստ այլ հարյատ։ Ամեն։ Աստված ցեզ արադապես թողորդ է բարի եւ օրհնյալ օր ծեր բոլորին Երուսաղեմի սուրբ հարության դաջարեն։ Աստված օգնական այսօր։ Աստված օգնի։